Հունիսի 16-ից 21-ը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ միաբանական 9-րդ համագումարը։ Այն գումարվում է 2 տարին մեկ անգամ Արարատյան շաբաթվա օրերին։ Այս տարի համագումարը Սուրբ Էջմիածին բանալի երկնի արքայության խորագիրն է կրում։ Համագումարին մասնակցում էին Հայաստանի եւ Սփյուռքի թեմերում ու եկեղեցական կառույցներում սպասավորող Սուրբ Էջմիածնի միաբանները, աբեղաներն ու վարդապետները Հայաստանից եւ Սփյուռքից, ներկայացուցիչներ հայ եկեղեցու նվիրապետական աթոռներից, Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսությունից, Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություններից։ Արարատյան շաբաթի այս ոսկե շղթան, որ հատուկ է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն, մեր ուխտն ենք նորոգում եւ ամեն մի հանգրվան դառնում է մեզ համար ուխտի նորոգության մի ոսկե շղթա։ Թող Աստված զորացնի մեր առաքելությունը եւ հաստատ մնանք մեր կարգի, մեր հոգեվոր ծառայությանց մեջ։ Սփյուռքում ծառայող միաբանների համար սա առանցքային հանդիպում է, որովհետեւ Սփյուռքից գալով Մայրաթոր նախ եւ առաջ մենք վերանորոգվում ենք Մայրաթորի օրհնությամբ, Բեապար Հայրաբեդի օրհնությամբ, որովհետեւ Սփյուռքում այդքան հերու դեղերում ժողովրդին կապելը Մայրաթորի հետ եւ հեշտ գործ չէ, առաքելություն չէ։ Եվ դրա համար այսպես ասած այս տարիներ առաջ որ այս մտահղացումը ունեցան այն ժամանակ երդասարդ միաբաններս երևի ասենք 1-2 տարի գտեվի հետո ինքներեն բայց բանից բարձվեց որ այսօր 9-րդ անգամն է որ հանդիպում ենք եւ այդ թվականներից ի վեր Վասկեն առաջին երջանկաշատակ կաթողիկոսի քաղաքալությունից ի վեր իրեն հաջորդող կաթողիկոսները շարունակեցին այս միաբանական ժողովը, որտեղ կարևոր էր։ Գալ մեր ուխտը հաստատել Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ մեր նվիրումը Բեապար Հայրապետին, նաեւ ծրագրեր, մարտահրավերներ, որոնք այսօր ծառացած են տարբեր երկրներում ըստ իրենց կանոնների եւ օրենքների, որովհետեւ աշխարհը փոխվում է շատ արագ, քան երբևէ, եւ բնականաբար փոփոխվող աշխարհում նաեւ նոր մարտահրավերներ կան հոգեվոր դաշտի վրա։ Եվ այդ մարտահրավերների պատասխանները մենք փորձում ենք մեր միաբանակից եղբայրների հետ քննարկել եւ որոշումներ ստանալ, վեհապարորդությունը ստանալ եւ կյանքի կոչել։ Հունիսի 17-ին միաբանական հավաքի բացմանը մասնակիցներին ողջունեցին կազմակերպիչ հանձնախմբի ատենապետ, Մայրաթորի արխիվի եւ թանգարանների տնօրեն Ասողիկ Աբեղա-Կարապետյանը եւ հանձնախմբի անդամ ԱՄՆ հայոց արևելյան թեմի փոխարաջնորդ Սիմեոն Աբեղա Օդաբաշյանը։ Համագումարի մասնակիցներին ողջունեցին նաեւ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսության, Պոլսի եւ Երուսաղեմի հայոց պատրիարքությունների ներկայացուցիչները։ Եկածեմ պատմական Պոլիս քաղաքեն Կրգին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ ասկիս Բեապար Հայրաբեդին Հովանին ներքևլալ մեզ համար հոգեվոր մեծ ուրախություն է, մեծ երջանկություն է այս արիթով անգամ եւս ասկիս միության եւ միասնության քերակույն խորհրդանիշը Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ թե անոր աստվածաբարքև եւ ազգնդիր քաղաքային նկատմամբ մեր ունեցած որդիական սերը եւ հավատարմությունը եւ թե զորակցությունը հայտնել գուզեմ Արիթ է նաև մեզ համար այս միաբանական ժողովները մեր հավատքի մեջ զորանալու, մեր ուխտի վերանորոգելու, թարմանալու եւ փառք ուտանք Աստծո որ կրկին Հայաստանն ենք թարմացած պիտի վերաթարնանք մեր երկրները մեր սրտի մեջ միշտ պահելով Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ ասկիս Հայրաբեդին հայրախնամ սերն ու հոգածությունը։ Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսությունը ամբողջությամբ իր քաղաքալով նորին սուրբությունը դեր Արամ առաջի վեհապարով եւ նաեւ իր միապանությամբ ասկային իշխանությամբ անդամներով մենք զորագից ենք Սուրբ Էջմիածնին, Բեապար Հայրաբեդին, Քարեկին երկրորդ կաթողիկոսին ամեն հայոցին, ինչպես նաեւ իրենց իր ամբողջ բանակին միապանության։ Մեր աղոթքն է, որ Սուրբ Էջմիածինը մնայուն Աստուծո երկնագամարին դակ մնա եւ բնականաբար այս բոլոր չար լեզուներեն, չար մտածումներեն հեռու մնա։ Մենք այս առատյան շաբաթվա մեջ ենք, մեր բարեխոսությունն ենք հայցում
Ռիփսի միած գայանյաց նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչին իրենց բարեխոսությունը որպիսի մեր մեջ աստծորտնությամբ զորանա մեր հավատքը որ դարերի ջարանգված է սերունդեսերունդ մենք չկորցնենք մեր հույսը նաև բոլոր դժվարություններ հաղթահարելու համար ապրենք հարության բարի հույսերով հատկապես կարողանանք սիրել միմյանց անկախ մեր տարբերություններից եւ մեր զանազանություններից որովհետև ինչպես Պողոս Արաքյալն է ասում, եթե ես սեր չունեմ, եթե ես սերել չգիտեմ, ողորմություն չունեմ, ես ոչինչ եմ։ Սերը դա գոյության հիմքն է եւ գրավականն է եւ այս օրերին ինչ որ կատարվում է մեր հայրենիքում, ինձ թվում է այդ սիրո աստվածային սիրո, եղբայրական սիրո եւ հարգալից այս արժեքները պետք է կյանքի կոչվեն եւ մենք կարողանանք մեր առաքելություն ազնիվ կերպով կատարել Նորին սրբությունն իր օրհնությունը բաշխեց միաբաններին եւ հայրապետական իր падգամը հղեց։ Հայոց հայրապետը անդրադարձավ Քրիստոսահաստատ Սուրբ Էջմիածնի բացառիկ առաքելությանը եւ ընդգծեց, որ ավանդություն դարձած այս հավաքները բարեպատեհ առիթ են զորանալու աղոթական ոգու մեջ։ Նաեւ հնարավորություն անդրադարձ կատարելու հայ եկեղեցու եւ ժողովրդի կյանքը հուզող հիմնախնդիրներին համատեղ փնտրելու դրանց հաղթահարման ուղիները։ Հայոց հովվապետը խոսելով հայրենիքի եւ ժողովրդի համար ներկայիս դժվարին ժամանակաշրջանի մասին նաեւ մտահոգությամբ անդրադարձ կատարեց Հայաստանի վարչապետի կողմից հայոց հայրապետի եւ եկեղեցականության թիրախավորմանը, նշելով, որ ծրագրավորված հարձակումները նպատակ ունեն վարկաբեկել հայ եկեղեցականությանն ու եկեղեցուն, լրացնել եկեղեցու ձայնը եւ նվազեցնել հասարակության մեջ նրա բարձր վարքն ու հեղինակությունը։ Մենք հավատարիմ զավակներ ենք Մայրաթորի եւ իր քաղաքալին վեապար հայրապետի ինքը հայրապետն է բոլոր հայության ոչ միայն Հայաստանում այլ Սփյուռքում ինքը մեր հոգևոր հայրն է եւ մենք հետևում ենք իրեն եւ մենք հավատարիմ ենք մնում Մայրաթոր Սուրբ Էջմիածին, որ մի 1700 տարվա ընթացքում առաջնորդած է մեր ազգը, մեր եկեղեցին։ Ամենայն հայոց կաթողիկոսի անձի մեջ հայ եկեղեցու մեկությունն է, միակությունն է, հզորությունն է եւ անսասանությունն է։ Հայոց հայրապետները երկար հարյուրամյակներ առաջնորդել են հայ ժողովրդին։ Երբ նույնիսկ քաղաքական ընդհանրապես որևէ ցավոք սրտի նշանակություն ունեցող ինստիտուտ չկար, ելուր մնաց պետություն եւ պետականություն։ Հայոց հայրապետները առաջնորդել են գիր ու գրականությունը, մշակույթը, հայկական քաղաքակրթությունը ընդհանրապես ունեցել է իր, այսպես ասենք, հովանին, որը եղել է Սուրբ Էջմիածնի խորհուրդը եւ նրա առաջին պահապանը իհարկե ամենայն հայոց կաթողիկոսն է եղել։ Հայոց հայրապետական աթոռը տարբեր դարեր մեր ժողովրդի տարագիր բախտի հետ այս ու այն կողմ է գնացել, բայց երբևէ չի լքել իր ժողովրդին, որովհետև մենք էլ իբրև եկեղեցականներ այս ժողովուրդն ենք, այս ժողովրդի մի մասն ենք, եւ ժողովուրդն էլ այս միաբանության մի մասն է, եւ չկա այդ բաժանումը եւ չի էլ կարող երբևէ լինել մեր ազգի մեջ։ Ցավալիորեն նշենք, իրապես դժվար օրեր ենք ապրում, բայց վստահ ենք պիտի հաղթահարենք այս ամեն ինչը, որովհետև այն սկզբունքը կամ այն օրենքը հոգևոր բարոյական, երբ հաստատվել է 5-րդ դարից նույնիսկ Վասն Հավատո եւ Վասն Հայրենյաց, եւ այսօր էլ նույնն է, չի փոխվել, մեր եկեղեցին իրականացնում է բացի հոգևոր, հոգեփրկչական առաքելությունը, նաեւ իր ազգային գործունեությամբ է զբաղվում եւ վերջապես ազգային եկեղեցի լինելով այդ ազգային գաղափարը մեր առջև է եւ այսօր էլ հավատքի եւ եկեղեցու համար մեր միաբան եղբայրները բոլորս պատրաստ ենք այս ոգով, այս շնչով եւ այս մղումներով շարունակել մեր ծառայությունը Անշուշտ մեր հավատարմությունը դարձյալ ամենայն հայոց շնորհազարդ հայրապետին եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին։
Ամենայն հայոց կաթողիկոսը միաբաններին պատգամեց հայրենիքի եւ հայոց եկեղեցու առջև ծառացած այս նոր փորձությունների հանդիման լինել միասնական, իրենց կոչմանը հավատարիմ եւ ազգի հավատավոր զավակների սրտերում զորացնել հավատը, միաբանության ու համերաշխության ոգին։ Այսպես սիրելի միաբաններ պիտի կարողանանք ապահովել անվտանգությունն ու անսասանությունը մեր պետականության, կերտել նոր առաջընթացն ու խաղաղ, բարոր կյանքը հայկազյան մեր ազգի եւ միշտ պայծառ պահել մեր Սուրբ եկեղեցին։ Այս առումով պատասխանատվություն ունենք Աստծո հայրենիքի եւ գալիք սերունդների առջև, ասաց Նորին Սրբությունը։ Եկեղեցին գիտե, որ ինքն իր մեջ ամփոփում է աստվածային ճշմարտությունը եւ այդ ճշմարտությունը ցկատարած աշխարհի իր խոսքով, իր պատգամով, իր գործով բաշխելու է իր հավատավոր ժողովրդին։ Եկեղեցին նաև Տերն է Աստվածաշնոր հայրենիքի, իսկ դա նշանակում է, որ եկեղեցին ունի առաքելություն Տեր եւ պաշտպան կանգնելու ազգային մեր կյանքին, ազգային մեր արժեհամակարգին եւ եկեղեցին ունի աստվածային կոչում ուղենշելու ազգի եւ հայրենիքի ճշմարտության ճանապարհը։ Ուզում եմ ընդհանրապես հորդորել մեր հավատացյալ հայրենիներին լինել զուսպ, հանգիստ, սա երբևիցե չի կարող սասանել հայ եկեղեցու հիմքերը, որովհետև Աստվածահիմն է Սուրբ Էջմիածինը եւ չի կարելի Աստծո դեմ դուրս գալ։ Հոգեվորականներին թող չդնեն որպես թիրախ։ Կարծում եմ հեռահար է նպատակը զարկել հայ եկեղեցուն, քանդել, որը մեր ազգային ինքնության կարևորագույն սյուներից մեկն է եւ ոչ կարող եմ ասել ամենակարևորագույն սյունը, որը չի կարելի, գիտեք, մի եկեղեցի, որը այսօրվա այս պետության հիմնադրման կարևորագույն դերում է եղել, այսինքն սկուտերի վրա հայ, եթե եկեղեցին չներ, հայ ժողովուրդ հայ ազգը չէր լինի։ Եվ այդ սկուտերի վրա պետությունը ստեղծվեց եւ այսօր այդ հիմնարար, հիմնադիր սյունին քանդել չի կարելի, որովհետև վաղ Աստված մի արած, եթե մի բան լինի, նորից մենք ենք կանգնելու մեր պետության, մեր պետականության, մեր ազգի, մեր հավատքի կողքը։ Վերջում հայոց հովվապետն իր բարձր գնահատանքը բերեց միաբանական համագումարի մասնակիցներին իրենց նվիրյալ եւ նախանձախնդիր սպասավորության համար աղոթք բարձրացնելով առ Աստված, որ Տերը ապահով ու անվտանգ պահի հայրենի մեր երկիրը, իմաստություն շնորհի մեր ժողովրդին համատեղ ջանքերով հասնելու խաղաղ եւ լուսավոր հանգրվաններին։ Բոլոր ժամանակներում էլ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին թիրախավորվել է եւ հալածանքների ենթարկվել, բայց դրանով հանդերձ եկեղեցին ավելի է զորացել, որովհետև ինչպես ասում է ոսկին կրակով է փորձվում, այնպես էլ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, որ մագաղաթյա դարերից հասած այդ ժառանգությունը իր մեջ ամփոփել է, մեծ առաքելություն ունի այս ազգի մեջ Հայաստան աշխարհում եւ Սփյուռքում եւ Սփյուռքյան մեր համայնքներում եւ գալիք սերունդներին նաեւ իր ասելիքն ունի։ Վստահ եմ, որ այդ մագաղաթյա դարերից հասած ժառանգությունը փոխանցելու են նաև ապագային։ Հոյակապ արիտ է, որ քովի կանք եւ արիտ ունենանք մեր սերունդագիցներու հետ, նաև նոր սերունդի հետ, այդպես եղբայրական գաբեր բահել ու զորացնել։ Ձևով նախախնամական է, որ այս համակումար այս օրերուս գկումարվի, որտեղ վեհապարակացեմ պիտի շատ կնահատե մեր միասնականությունը եւ աջակցությունը իրեն հետ։ Միաբանական համագումարի մասնակիցների հագեցած օրակարգը ներառում էր առավոտյան եւ երեկոյան ժամերգություններ, ուխտագնացություններ, սեմինար քննարկումներ, զեկույցներ, սոցիալական ծրագրեր։ Պետք է գիտակցենք, որ կան դժվարություններ, բայց այս դժվարությունները մեզ պետք չէ տկարացնեն։ Դժվարությունները ընդհանրապես պետք է մեզ ավելի զորացնեն եւ գիտեք, ընդհանրապես հարձակումները ժողովրդական իմաստություն ասում են, մենք ընդհանրապես քարանետում ենք պտղով ծառին, այնպես որ դա մարդկային մի իրականություն է, ճշմարտություն է, բայց մենք պետք է գիտակցենք եւ հավատարիմ մնանք հիմնական սկզբունքներին եւ անել այն, ինչը որ պիտի ծառայի մեր հավաքական շահին։ Կարծես նման է սա այն արյան փոխանցումի, երբ սիրտը նոր ավյունով կամ նոր արյունով սկսում է իր անդամներին փոխանցել այդ արյունը եւ մենք ավելի ոգևորված եւ վստահաբար մեր կոչման եւ մեր առաքելության
Էջմիածինը մեր սրտերի մեջ, էջմիածինը մեր հոգու մեջ փոխանցում ենք նաև որտեղ որ ծառայություն ենք իրականացնում։ Հերմինե Հակոբյան, Լուսինե Բալյան, Վրամ Խանամիրյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։